Ողջունում եմ գործարալիքին միացած մեր ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին, այս պահին դուք մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ, կարող եք նաեւ մեզ դիտել մեր մուլտիմեդիա հարթակներում, հիշեցնեմ, որ սա թարմ ուղեղով զրույցն է, իսկ մեր տաղավարում է Ազատ Ազենի համահիմնադիր Իշխան Գևորգյանը, Իշխան ջան, բարի օր։ Բարև Մոնիկա ջան։ Ուրախ եմ, որ դուք այսօր մեր տաղավարում եք, շատ երկար ժամանակ է անցել, ինչ Ազատ Ազենից որևէ մեկը եկել պատմել է, թե ինչ է տեղի ունենում, առհասարակ ինչ վատ դրության մեջ ենք մենք հայտնվել։ Ցավոք սրտի, այս ընթացքում լավ նորությունները քիչ են, կարծում եմ կրկին թեման այսպես վատի շուրջ է ծավալվելու, բայց լավից սկսենք ամեն դեպքում։ Դուք արդեն 4 տարեկան եք, այս ճանապարհի մասին կուզեմ մեզ պատմեք, թե ինչ դժվարություններով անցաք ճանապարհը, որպես առաջին, եթե չեմ սխալվում, Հայաստանում առաջին հրաձգարանի ստեղծման այդ ամբողջ պատմությունը, գիտեմ, մենք ամբողջ ընթացքում հետևել ենք ձեզ հետ զուգահեռ, թե ինչ դաժան ճանապարհներով եք անցել, բայց ամփոփ ներկայացնեք։ Առաջին մեծն էր, ասում չնեղացնենք այն հրաձգարաններին, որոնք կային ու այդ գործը անում էին, փոքր 50-100 մետրանոց հրաձգարաններ կային, բայց դա մեզ չէր երիկում 20 թվականից որ վերադարձանք, սարերում էինք մարզվում, որ կարողանանք հեռու կրակենք, իսկ եթե մեր դեպքում մենք մաքսիմալ կանոնները պահում էինք, մեկ ուրիշը որ ուզենար մարզվեր, հարց է լինելու կպահեր թե չէ, որովհետև ինքը ինչ որ քննություն չէր տվել այդ կանոնների հետ կապված, իր բարի կամքին էր էլի։ Ինչևէ որոշեցինք, որ հենց մեր ողջ վերադառնալու գինը հենց այդ պետքա լինի, որ մենք մի կարևոր բան անենք Հայաստանին ավելի ուժեղ դարձնելու համար, այլ ոչ թե նստենք այստեղ այնտեղ պատմենք, որ տեսեք, մենք ուժեղ տղերք ենք, հողենք հետ բերեք կամ չենք տվել։ Ձեր տպավորությամբ քանի տոկոսով է հաջողվել դա իրականացնել։ Հիմա մեր ծրագրի, ասենք, մոտ 10-20%-ն ենք արել։ Մենք հստակ պլան ունենք, ուր ենք գնում, ասենք, որ խանգարող չլինի 10 տարի ամեն օր զարթնելուց հետոյվա անելիքս գիտեմ, ու որ ասում եմ գիտեմ, կան տասնյակ ընկերներ հետս, որ իրանք է գիտեն, ու մենք դա մեծ սիրով ենք անում, երբեք այդ գործի պես չի, որ արվում, այլ վայելում ենք, ասենք, չի եղել մի տարբերակ, որ ես ժամին նայեմ, օրը վերջանա, որ տուն գնամ, ասենք, նման գործ չեմ հիշում, որ երբևիցե հարաս լինեմ, էլի։ Ու խիենի 10-20%-ը, որտեվ փաստացի ընդամենը մեկ օրինական հրաձգարան ունենք, մինչդեռ պլան ունենք 10 ունենանք բոլոր մարզերում, իսկ դա շատ անհրաժեշտ է, եթե մենք 10 հրաձգարանը ունենանք ու կարողանանք ամբողջ թափով իրենց գործարկել, շատ կարճ ժամանակ հետո միջին ՀՀ քաղաքացու կարակային գիտելիքները մի քանի գլուխ բարձր կլինեն մեր 4 հարևան երկրների քաղաքացիների գիտելիքներից, ինչն էլ պարբերաբար տեսնում եք պետք է գալի։ Խանգարողներից երբ խոսում ենք, դուք նշեցիք, որ եթե չխանգարեն, այսպես կանեք, այնպես կանեք, միշտ տպավորություն է ստեղծում, որ խանգարողները պիտի սահմանից այն կողմ լինեին, բայց միշտ չի, որ մեր տեսակետի հետ դա համընկնում է եւ խանգարողներ նաեւ շատ հաճախ ներսից են լինում։ Այս դեպքում ձեզ ովքեր են խանգարել բացի թշնամիներից։ Ամենաշատը զենքի հանդեպ ստեղծված վախն է խանգարել ամբողջ ազգի մոտ։ Մեկի մոտ դա արտահայտվել է իր որդուն ասելով, որ մի զենք առ կամ բան, մյուսի մոտ, որ ինքը բարձր պաշտոնյա է, կարծում է, որ բոլորը զենք ունենան, իրար կսպանեն, բայց հենց այդ գիտակցությունն է, որ խանգարում է, որ մենք երկար տարիներ ազատ չենք եղել, հետո Սովետ միության կազմում ենք եղել, որտեղ մաքսիմալը որսոր լինելն էր ու եթե որսոր լինեիր, մի հատ էլ անեկդոտ պատմեիր, դատվելու էիր ու անզեն մնայիր, այդ ազատ մարդու գաղափարից հեռացել են, մինչդեռ ամբողջ աշխարհում, ոչ միայն արևմուտքում, ամբողջ աշխարհում հենց ազատի առաջի սիմվոլը իր զինված լինելն է ու զենքով է, որ մենք կարողանալու ենք թե անձնական պաշտպանությունը կազմակերպել ազատության, թե երկրի։ Ու այդ գաղափարի ռուսերեն բառով ասեմ, զդվիգը անելն է ամենադժվարը, որը անելով գալիս ենք ու բավականին մեծ առաջընթաց ունենք,
արդեն այնպիսի խավերից են զինվում ու մարզվում, որ իրենք 5 տարի առաջ ընդհանրապես այդ թեմային մոտիկ չէին գալիս։ Այս տաղավարում մի անգամ հնչել է այդ կարծիք, չեմ հիշում ով էր ասում, որ այդտեղ ձևավորվում է մեր վաղվա էլիտան։ Այդ գաղափարախոսությամբ եք առաջնորդվում, այսինքն էլիտան պիտի հնարավորին զենքի մշակույթին մոտ լինի, հնարավորին զինված սեփական անվտանգությունը պաշտպանող անձի մակարդակով նաև պետության։ Ոնց եք վերաբերվում։ Այդ առանձին քննարկենք, բայց մենք պարզ ենք ավելի նայում, որ հայ մարդը պետք է ունենա զենք, կարողանա իրեն պաշտպանել, որտեղ անընդհատ պետք է գալի, ասենք ստատիստիկ տվյալ է, ինչ որ պայծառատեսական պահեր չկան էլի, պետք է գալի կիրառում։ Մենք օրինակ հենց հիմա ունենք նախազորակոչայինների դաս, դուք պետքա տենեք ինչ մեծ խանդավառությամբ են այդ դասին մասնակցում ու իրանք գնալու են ու իրանք ձեռը բացա լինելու, լիքը հմտություններ են ունենալու, մինչդեռ եղավ էպիզոդ, օրինակ 20 թվականին, որ զորակոչիկները 1-2 ամսվա ծառայողին պատերազմը սկսեց, մարդկար չէր կրակի։ Հիմա մենք այսօր կարող ենք X մարդու անենք, բայց մենք կարողություն ունենք 100x մարդու անենք։ Եթե ԿԳՍՄ-ի հետ կամ ինչ որ համագործակցություն լինի, ու այդ երեխեքն էլ ուզում են գան։ Իսկ բաց են նախարարությունները համագործակցության համար։ Մենք թեթև փորձեր անում ենք, կարողա մեզնից է որ լավ արդյունք չկա, կարողա մեր պատկերացումներից է, բայց դեռ արդյունք չունենք, հույս ունեմ, որ այդ ուղղությամբ էլ շարժ կլինի, որովհետև էլի եմ ասել, որ մենք հիմա հասանելիություն ունենք միայն կամավորներին, բայց պետք է ունենալ հասանելիություն բոլորին, որովհետև այդ գիտելիքները բոլորին են անհրաժեշտ։ Իսկ ինչու է հասանելիությունը չկա, այսինքն վախ կա իշխանության կողմից կամ անհանգստություն կա, որ այդ լծակները ձեզ հանձնվեն, գուցե դուք կարողանաք դա իրականացնել եւ վերահսկողությունից դուրս գա իրավիճակը, ինչ հա մտածում իշխանությունը։ Եթե չեմ սխալվում, մենք այս մասին էլի ենք սրուցել, բայց դե իրավիճակը փոխվում է օրեցօր ու ժամ առ ժամ, փորձենք հասկանալ այսօր ինչա տեղի ունենում։ Փաստն է, որ օրինակ կա ռազմագիտության դաս, բայց այդ ռազմագիտության դասից, որ հարցնեք ծնողներին կամ աշակերտներին ինչքան է գոհ, հեչ լավ պատկեր չի լինելու։ Եթե լինի որոշում, որ պետք է դասը պարունակի SS տարերը, լավագույն տեղերից մեկը մենք ենք, որ իրենք կարող են գալ։ Իսկ ծնողները հետաքրքրվում են։ Ծնողները եղել է դեպք, որ բանակի արձակուրդի ժամանակ ծնողները իրենց տղային բերել են մարզման։ Ու մի դեպք չի եղել։ Եղել է դեպք, որ եղբայրը բանակից եղբորը ասել է փոքր, այս խմբերից մեկում կա էլի, որ գնա անպայման սովորի, այսինքն մեր ծնագնդին գլորվում է։ Ու էլ կանոնացնել չի լինելու, ոնց որ այդ տոչկա նիվազորատան կարծում եմ անցկացրել ենք ու այս տարին ցույց տվեց, որ լրիվ ուրիշ թափ է հավաքի, արդեն քանի անգամ եղել է, որ 18 կրակակետերներ զբաղված են ու մարդիկ հերթ են կանգնում, որ մարզվեն, ինչը անցած տարի 1-2 անգամ այն ամռան ամենաթեժ ժամանակներին է եղել։ Իշխանության մասով էլ չգիտեմ իրանց վերաբերմունքը, չեմ շփվում իրանց հետ, որ իմանամ, իրանք այնքան չեն խանգարում, որ մեր գործը փակվի, բայց իրանց վարկը փոխվելու դեպքում լրիվ ուրիշ արդյունք կլիներ։ Մենք նույնիսկ ասում եմ կարգը պահելու համար ես կասեմ, բայց նորմալ կլներ, որ ուղղակի այդ նամակը գրացնենք, դիմել ենք, որ տրամադրեք մեզ այդ 10 հողերը, թեկուզ վարձով կամ ինչ կանոնով կուզեք, մենք չենք ուզում գույք տակ մեզ, մենք բացենք այդ հրաձգարանները, մարդիկ շրջաններում կարողանան քննություն տալ, մարզվել, այդ տասնյակ հազարավոր զենքերը չոլերում չկիրառեն, ու տենց խելոք պատասխանի ենք սպասում։ Եթե ես չեմ սխալվում, ազգային ժողովում այս հարցերով մշտապես քիչ թե շատ ձեզ աջակցում էր Վիլեն Գաբրիելյանը, ով այս տաղավարում նաև զրույցների ընթացքում պատմել է գործունեության մասին, ինչ է հնարավոր անել, ինչ է կարողանում անել։ Այդ գործունեությունը արդյոք դուք հաջողված եք համարում, թե չէ, որովհետև այս պահին նա այլևս մանդատ չունի եւ կարծես թե այդ մասով էլ դուք խնդիրների առջև եք։ Կա ինչ-որ մեկը, ով պատրաստակամ է այդ գործունեությունը իր վրա վերցնելու, թե պիտի կրկին բարդ ճանապարհներ անցնեք։ Անկախ վերաբերմունքից թե իմ անձնական, թե ռադիո լսողների, մենք պետք է ասենք ճշմարտությունը, որ
զենքի օրենքը իշխող կուսակցության արած լավագույն բաներից մեկն է, իսկ այդ գործը առաջ տանողը փաստացի Վիլենն է եղել։ Կան թերություններ, կան շտկելիքներ, միանշանակ պետք է լինեին, կան խնդիրներ, որ օրինակ ես տենց էլ իրաց չեմ հասկանում, բայց համեմատած այն ինչ ունեինքից լրիվ ուրիշ վիճակ է ու դրա համար պետք է շնորհակալ լինենք։ Ու ցավոք սրտի հենց այդ ամենալավ բանը կատարվող ճյուղը կդրվեց, հիմա չեմ պատկերացնում ոնց կանենք, մեր ընկեր Տարոնն մի հատ հետաքրքիր բան նախաձեռն է, որ մենք համայնքով հավաքվենք, ոնց որ օրենքի լավարկում փորձենք անենք, հետո գնանք գտնենք մեր սրտի դեպուտատին, որ այդ գործը առաջ կտանի։ Օրենքի այդ հարաբերությունները ոնց են։ Դուք կարծես թե հաղթանակներով առաջ եք գնում, բայց ոնց է դաշտում առհասարակ իրավիճակը այդ թեժ պայքարների ֆոնին, եթե փորձենք այսպես արդյունքը տեսնել։ Տեմպը դուրներես չի գալի, այդ փոքր հաղթանակներով մենք կարող ենք ուրախանանք, բայց այդ խոչընդոտները ուղղակի պետքա չլինեին։ Այն ինչը մենք 2 տարի պայքարեցինք, հաղթեցինք, կարար 1 ամսում լիներ ու ստացվում է, որ այն 10-ն էլ 2 տարում կարայինք ունենայինք։ Ավելին կարար պետական աջակցություն լիներ, այն ժամանակից ասում ենք խիստ վերահսկեք, ռազմամարզականի օրենքը նարեք, որ մենք ոնց որ ուրիշ ստատուս ունենանք, սովորական ՀԿ չլինենք, որը կարա աջակցի շունիկներ պաշտպանողներին կամ Y քաղաքական ուժին, այլ ինչ որ պարփակված լինենք, բայց ավել իրավունքներով, որ այդ գործում հաջողենք, այդ օրենքն է տենց գնաց մահացավ ռազմամարզականի տեղ չհասավ, հետի են դժգոհ մասերից է, եթե պետք է Վիլենը լավաներ, այն էլ իրան խոչընդոտողները շատ էին, տենց ողջամիտ բառերով եկան, դեմները սառան բոլորիս։ Լրիվ ուրիշ տեմպ կլներ, էլի, ոնց որ այդ փոքր հաղթանակը, ոնց որ հիմա ասենք ինչ որ հրաշքով մի գյուղ հետ բերենք Արցախից ու շատ ուրախանանք դրանից, բայց միշտեր ինչքան կարելի է անել, էլի, ամբողջը ծրված է։ Թե չէ այդ հաղթանակներն չլինեն գժվեինք, բայց մյուս կողմից էլ լավ է, որ իրանք կան, շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր ճիշտ որոշումներ են կայացրել, շնորհակալ ենք մեր թիմի անդամներին, ովքեր գրագետ ձևով պայքարել են, դա օրինակ է, որ կարելի է առողջ համայնք ստեղծել Հայաստանում ու այդ համայնքով իրենց շահերին պաշտպանությանը հասնել։ Հենց Ազատազենը լավագույն համայնքներից մեկն է, ինքը մաքսիմալ բաց է, անկախ ինչ որ խմբային պատկանելությունից հանգիստ մարդը կարող է գալ, դառնալ անդամ, միանգամից կստանա աջակցություն, օգնություն ու կդառնա թիմի մասը, էլի։ Այո, շատ հեշտ է, այդ process-ը գոնե այդ մասով հեշտ է։ Այսօր ամսի 7-ն է, մենք մի ամսյակ ենք փակում, հիշեցնեմ ռադիոլսողներին եւ դիտողներին, որ մենք տեսաձայնագրում ենք այսօրը, գուցե մեր խոսակցությունից հետո փոփոխություններ նաեւ տեղի ունենան։ Շատ կարեւոր է կանանց դերը, որի մասին մենք միշտ խոսում ենք, միշտ կարեւորում ենք, փորձում ենք բարձր պահել ձեր տպավորությամբ, ինչ հա տեղի ունենում այս մասով, առհասարակ կանայք որքանով են այսօր ներգրավված, աղջիկները, կանայք, առհասարակ ծնողները ոնց են այդ հարցին վերաբերվում, պետությունը ոնց է վերաբերվում եւ դուք ինչ ակնկալիքներ ունեք։ Քանի որ ասեցիք մի հատ էլ ձեզ հանրային շնորհավորեմ, բայց ես հենց դեռնից ներս եմ մտել, ձեզ շնորհավորել եմ։ Արդարության համար ասենք որ այո։ Մանավանդ զինված կանանց շնորհավորեմ։ Մերսի, որ դուք գիտակցեր զինվել եք, դուք օգնում եք մենք զենքի մշակույթը լրիվ ուրիշ որակի բարձրացնենք։ Կանանց տոկոսը պարզա, որ ավելի քիչ է, բայց համեմատած մինչ պատերազմին էական տեմպերով աճում է։ Իրական հավասարությունը, իրական ազատությունը, իրական հարգանքը հենց այդ տարբերակով կարա լինի, երբ որ ընտանիքում կինը զինված է, խնդիրները լրիվ ուրիշ որակի են լինում, հավատացեք ինձ, մեր տան փորձից եմ ասում։ Ու հենց բոլոր են կանայք, ովքեր պայքարում են հավասարության համար կամ այդ դերաբաշխումների համար, լավագույն գործը, որ կարան անեն, ունենան իրենց զենքն է, այդ վաղտ ամեն ինչ փոխվելու է իրենց շուրջ։ Իսկ եթե լուրջ որդիներին դաստիարակում են մայրերը, եւ սերունդ առհասարակ դաստիարակում են մայրերը։ Աղջիկներին է, հա։
ու այն տղաները, ովքեր այսօր մեր սահմաններն են պահում, իրենց նույնպես դաստիարակել են մայրերը, վաղվա երկիրը կառավարողներն է, այսօրվա երկիրը կառավարողներն է, այն ինչ անում են, մեծ դեր ունի իրենց մայրերի արածը։ Ու շատ նորմալ կլինի, որ մայրերը լինեն այս մեր մշակույթի մի մասը, որպեսզի մենք չունենանք այն վիճակը, ինչ որ հիմա ունենք։ Այցելությունների թիվը ո՞նց է։ Ամեն ամիս հազարավոր մարդիկ են գալիս, ասենք կարամ մեկ օրվա մեջ 300-ից ավել մարդ կա։ Լավ է, ասում եմ, ձնագնդին գլորվում է, մենք փորձում ենք հրաձգարանը ավելի մեծացնել, որ կարիքներին բավարարի, ավելի բարեկարգել ու այս տեմպերով որ գնա 1-2 տարի հետո ինչքան է մեծացնենք չի հերիքելու, կարիքա լինելու, Երևանամերձ եւս մեկ հրաձգարանի մինիմում։ Ճիշտ եմ հասկանում, որ պիտի ամբողջ Հայաստանը հրաձգարան դառնա։ Ախր ամբողջ Հայաստանը 10 մարզ է, ընդամենը հեշտ է մեր գործը։ Դե հա, բայց հաշվի առնելով մեր իրավիճակը, մեր աշխարհագրական դիրքը, մեր քաղաքական այսպես, չգիտեմ, իրավիճակը կարծում եմ պիտի ամբողջ պետությունը հրաձգարանի կարգավիճակով շարունակի ապրել։ Տենց իրար վրա կգրակին, չէ, այդքան բան ռադիկալացնել պետք չի։ Մենք նաև ազատազենով այսպիսի միտք ունենք, որ ազատազենը պետք է թե Հայաստանին, թե Ֆինլանդիային, թե Շվեյցարիային, թե Հունաստանին, այսինքն կապ չունի ինչպիսի Հայաստան կունենանք մենք ամեն տարի կռվի մեջ, թե 100 տարի խաղաղության մեջ, այդ կառույցները պետքա լինեն, այդտեղ պետքա մարդիկ կրթվեն, ուժեղանան, դա պետքա որպես հոբի լինի։ Մենք այս անցած տարի դիպուկարների ֆեդերացիան ենք ստեղծել միջազգային դիպուկարների ֆեդերացիայի մաս ենք կազմում, պետք չի ռադիկալացնել, էլի, մենք ինչքան ռադիկալ ենք երիկա։ Անկախ իրավիճակից այդ կառույցները պետք են, որովհետև տարբեր տեսակի կառույցներ կան, դա չկա, մենք դա պետք է անենք լինի։ Դուք ում փորձն եք վերցրել։ Հրաձգարանը բացելիս, առաջ տանելիս, զարգացնելիս կա ինչ որ մի պետություն, որից օրինակ եք վերցրել կամ գոնե մի քանի պետություններից միքս եք արել, թե սա հենց հայկական է, Հայաստանին է եւ Հայաստանի իրավիճակին համապատասխան։ Փորձ վերցնելու տենց շատ տեղ, որ ասեմ, կար չկար գաղափարներով, ովքեր դուրսը եղել են ընկերներից, եկեք կիսվել են այնտեղ ոնց է, բայց մենք մեր տարբերակով ենք արել, որ օրինակ գրակողները պատերով իրարից պաշտպանված են, հաշվի առնելով այն փաստը, որ տասնյակ հազարավոր մարդիկ զինվել են առանց օրենքները պարտադիր իմանալու, այդ տարբերակով ես ուրիշտեղ ոնց մանեմ եկե չեմ տեսել հրաձգարանի մեր մոդելը, հպարտությամբ ուզում եմ ասել, որ ով եկել է ազատազենի հրաձգարան այս 4 տարիների ընթացքում ողջ հետա գնացել, ինչը հեշտ չի, հավատացեք։ Մոդելը նաև այն, որ քաղաքացին կարող է գա ու անվճար մարզվի, մեր մոտ գաղափարական է, որ մեզ պետք է եղել մարզվելու տեղ, ոչ թե հերթական հրաձգարան, որը ոնց որ բիզնես պրոյեկտ է ու ենթադրում է տիրոջը բերգի լիքը շահույթ։ Ինքը մեր մոդելն է, բայց ամեն մասը սովորած է, մի տեղից հարմարացրած է, լավացրած է ու դեռ վերջնական չի տենց հղկելով։ Անձերի փորձով եք առաջ շարժվել։ Ամեն տեղից սկսած YouTube-ի վիդեոներից վերջացրած մի ընկերոջով, որ մրցումների է մի տեղ եկե պարատմել է, եղել են դեպքեր, որ մեր սխալներից ենք սովորել, բախներս բերել է, որ այդ սխալները ճակատագրական չեն եղել։ Գալով բուն միջոցառմանը, որը տեղի ունենալու ամսի 19-ին, ինչա օրակարգում լինելու եւ արդյոք մուտքը ազատ է բոլորի համար, բոլոր զինվել ցանկացողների համար եւ այս գաղափարները կիսող մարդկանց համար, թե ամեն դեպքում գրանցումով է եւ մանրամասները ինչպիսին են։ Մենք հասկացել ենք, որ հանրայնացման խնդիր ունենք, ինչքան էլ մեզ թվում է, որ բոլորը գիտեն ազատազենի մասին։ Հիմա օրինակ քննություններին ամեն երկրորդը կյանքում ազատազենում եղած չի լինում, էլի։ Ու հենց այդ հանրայնացման կարիքը կա, որ մարդիկ զենքի մշակույթին մոտենան, այդ գործին օրինակ արշավը, եթե կհիշեք, բավական շատ օգնեց։ Այո, դրանից հետո մենք զրույց չենք ունեցել, այդ մասով էլ
կներկայացնեք։ 500-ից ավել մարդ եկավ, բոլորը ոնց որ իրենց սոց ցանցերում հպարտացան իրենց արածով ու մեծ թափ հավաքեց ամեն ինչը։ Ծնունդն էլ ընտիր առիթ է համ մի հատ հետ նայելու, տեսնելու թե որտեղից ուր ենք հասել, համ էլ էլի հանրայնացնելու, այդ ամենը տոն դարձնելուն օգնելու են մեր ընկերները, ովքեր ոնց որ են արտիստները, ովքեր համերգին կատարումներ են ունենալու, մեր հետ մարզվող մարդիկ են, դեռ հայտնի է Կայթ խմբի ու Ջորջս Բիցի մասին, ովքեր են լինելու ինձ հայտնի են, բայց ասում եմ մեր մեդիա պլանը չխաթարելու համար ու մասին հայտարարել ենք ասեմ, բայց մյուս արտիստներին է դուք հաստատ շատ եք սիրում ու կուզեք լսել։ Տենց ոնց որ մեր ընկերները ծնունդ ոնց են անում, չէ՞ որ մեկը Ազատ է մի խոսքով մուտքը, բոլորը կարող են գալ։ Ազատազենում ոնց կարա բառը փչանա, որ հանգարց ազատ չլինի, ազատ է, բաց է, ինչ որ վճար չկա, կարող են գալ առավոտյան արդեն այդ հրաձգանում իրան զենքով կամ տեղիում քարտեր գնելով մարզվել, դրանից հետո 4-ին կրակելը կդադարացնենք ու կանցնենք համերգին, քանի որ համերգը հրաձգանի տարածքում է, միևնույնն է այդտեղ ալկոհոլային խմիչքներ չեն լինելու, բայց ինչ որ հյութեր բաներ կլինեն, չեք զրկում դրանից։ Չորանանք, հա։ Ու համերգը ծնունդը առիթ է, որ մենք մեր համար առաջինը տեսնենք ուր ենք հասել, երկրորդ Հայաստանում բոլորը իմանան, որ կա նման վայր, որ շատ նորմալ է այդտեղ գալ, որ այդտեղ գալիս են տարբեր խավի մարդիկ ու գոհ հեռանում են, անկախ իրենց կամքից հանգամանքներում է ուժեղանում են այդ ընթացքում։ Մոտավոր քանի հյուր եք նախատեսել, որ տեղում կլինեն եւ Իմ պատկերացմամբ մինչև 1000 պետքա թիվը լինի, բայց այդ պատկերացնելը բարդ է, էլի ես տենց շատ մեծ փորձ մարդկանց մտքերը պիտի կարդալ հասկանալու չէ ինչ պիտի իրականում ինչքան լավ կազմակերպենք, այնքան շատ մարդ կգա, ես մարդկանց գալու մեջ երբեք չեմ մեղադրում, ու գոնե վերջի 1 տարում, այլ մենք պետքա լավ կազմակերպենք, մենք ավելի հասանելի դարձնենք ու այդ դեպքում լրիվ ուրիշ արդյունք կլինի։ Գալով վատ թեմաներին լավի մասին խոսեցինք, վերջին ժամանակներում կրկին շարունակում են ապատեղեկատվությունները, հայկական կողմից հաճախ մերժումները, որ նման բաներ չեն եղել, շղթումները հաճախ ընդհանրապես արձագանք չի լինում, հաճախ պարզապես նշում են, որ բնակավայրերին դա բնակավայրերի համար վտանգ չի ներկայացնում, իսկ ադրբեջանական կողմը շարունակում է ամեն դեպքում անել այն ինչ որ իրենց օրակարգում կա ու շարունակում է նաև անվտանգության նիստ գումարել, որից մենք անտեղյակ ենք կարծես թե ու կարծելով, որ մենք ամեն դեպքում պատրաստ ենք պետության եւ իշխանության մակարդակով ձեր գնահատականը թշնամին պատրաստվում է ակնհայտ մեր աչքի առջև եւ ինչպես միշտ եք ասում մեր քթի տակ մենք ինչ ենք անում եւ արդյոք էս են պահնը որ իսկապես վաղը մյուս օրը հնարավոր է այդ պատերազմը որը իհարկե չի ավարտվել Թշնամին հստակ իր պլանները ասել է բավական լավ թշնամի է ինչի համար մենք իրեն շնորհակալ ենք ինչ որ ինքնախապեյություն է դառնում, երբ որ թշնամին հստակ ասում է ամբողջ երկիրը նկարում է ու քարտեզի վրա բոլորը անունները փոխում է, դրանից հետո համոզել, որ դա ինչ որ պոպուլիզմ է, այն է, ինքնախապեյություն է դառնում։ Անձնական մակարդակից սկսելով մինչև պետական մակարդակ պետք է ընդունենք, որ այդ ծրագիրը կա, այդ ծրագրին կարելի է գնալ տարբեր ուղղություններով ասենք պատերազմով, ես իմ սողացող պատերազմով, հայաթափումով Հայաստանը այնպես վատ տեղ դարձնելով, որ հայերը ինքնուրույն արտագաղթեն, տասնյակ մեթոդներ կա, բայց այդ ծրագիրը կա։ Ու իրենք իրենց ձևով փորձելու են, կլինի պատերազմով, կանեն պատերազմով, կլինի համոզելով, կանեն համոզելով։ Մենք պետք է ունենանք մեր ծրագիրը։ Անատի ծրագիրը սկսում է իր ուժեղ լինելուց պետության ծրագիրը լինում է այդ իրավիճակը իհարկե հաշվի առնելով, ես չեմ ուզում, որ այսօրվա գործիչները դուրս գան սկսեն խոսալ Նախիջևանը հետ բերելուց, բայց հողի վրա դեպի թշնամու երազանքը խաթարելու ու մեր երազանքներին գնալու քայլեր պետք է լինեն։
Պետք է հասկանալ, որ նա մեր երազանքը ձևակերպել դա նախ պետական մակարդակով, ոչ թե անհատների։ Այդ լրիվ ուրիշ հարց է, բայց մինիմում ողջ մնալը կարա ցանկություն լինի, չէ՞, կամ ասենք այնպես անել, որ հայրենակիցները այդ գաղթի ճանապարհը չբռնեն։ Պրիմիտիվ էլի, այն մեծ ավելի հարց է, թե մեր երազանքի մեջ Մասիսն ու Վանը մտնում են, թե չէ, այդտեղ որ խոսանք հաղորդումը չի հերիքի, բայց մինիմալ որ այն ինչ ուզում են թշնամիները մեր չգոյությունը կլինի, դրա դեմ քայլեր ունենանք։ Ու այդ ճանապարհին պետքա, եթե ինչ որ վախեր կամ ռիսկեր ունեն, որ չեն կարող հանրային ձևով այդ ամենը անել, կարան լուր անեն, գործիքներ կան։ Գերմանիան դրա օրինակը ցույց տվե, մենք ենք այդ օրինակը առաջարկում, որ կարելի է փաստի առաջ կանգնացնել։ Օրինակ թշնամին ինչ թուլություններ ունի, այդ հաշվի առնելով ու մեր ուժեղությունները լրիվ ուրիշ վիճակ ստեղծենք։ Նայեք, Ադրբեջանում չկա դիպուկահարների ֆեդերացիա, որտեվ այնտեղ չի կարա ազատ մարդը որոշի մարզվի, մեկը հասնի 2000 մետր թիրախ խոցելուն։ Հայաստանը գոնե պսևդո դեմոկրատական լինելով, ժողովրդավարական, փաստացի թույլ տալիս է, ես կարող եմ։ Ու դա եթե ծաղկացնենք, մենք կունենանք ազատ մարդիկ, որոնք ինքնուրույն զինվե մարզվել են, ինչը Ադրբեջանը փորձելու է հրամանով անի։ Էլի լծակներ կան, որ իրանց նավթի դեմ մենք ունենք այս առաջարկելու, իրանց տանկի դեմ մենք հակակշռող կետեր ունենք, էլի ամեն դեպքում։ Կետերը պետք է զարգացնենք։ Կոնկրետ ազատազենի թեւով ասում եմ, եթե լինի մինիմալ աջակցություն, լրիվ ուրիշ արդյունքներ կլինեն։ Այնց որ մի քանի տարի հետո թշնամին փաստի առաջ կկանգնի։ Ես մեծ հույս ունեմ։ Եթե չլիներ մենք մեկը մենք այս տաղավարը մի օր կխոսենք, որ թշնամին իսկապես փաստի առաջ կանգնեց։ Շնորհակալ եմ շատ Իշխան ջան, ձեզ ամսի 19-ին լավ, արդյունավետ եւ հետաքրքիր օր եմ ցանկանում, հուսամ որ մենք էլ ներկա կլինենք եւ բոլոր մեր հայրենակիցները, իսկ մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ Թարմ ուղեղով զրույցներ գործարալիքի եթերում առաջին խոսափողի մոտ Ազատ Ազենի համահիմնադիր Իշխան Գևորգյանն էր, շարունակեք հետևել մեզ, կհանդիպենք։ Հաջողություն, կսպասենք։